Հմայա Գարիբի Սարգսյան, ապրում ենք Արշակունյան 4-րդ նրբած 27 բնակարանում։ Այս տարածքը մոտավոր 50 տարի այստեղից ցանկապատված Պարիսպով բարձր պատական գալիս էի, տեսնեմ այստեղ հավաքված ամբողջ ոստիկանությունով, մեխանիզմով, ջարդում են, ասի ես ինչ եք անում, տղեկ, հո ֆաշիստ չեք, ես ինչ եք անում, ավտոբուսը ռաֆ այստեղ կանգնած կտրտել, ավտոբուսը արդեն լղջ տարել էին, կտրտում են, բարձում են դրուբեկ, երկաթներ, որը շատ արժեք ունեցող, հասա այնտեղը, որ արդեն ավտոբուսն են կտրտում, Իկարուս, ավտոբուսը ժամանակին, որ առան, աժեր երևի մի 4 սենյականոց կվարձիրայի գումար, ավտոբուսը կտրտեցին, կտրտում են, գոռում եմ, ուր եք տանում, ինչ եք անում, տանում ենք Սովետաշենի Զիբիլանոց, ասում եմ կանգնեք, ես կամ դու, ասում եմ իրավունք չունես, վազում եմ հետևում, ես մենակ եմ, ոչ մեկ չգիտեմ, ստեղ բուժեշտերը ջարդած, երկաթները ջարդած, այստեղ թարմա էր, այս թարման, խաղաղի թարմաները, լղջում են, ջարդում են, ասում եմ, ես սրանք գումար արժի են, չեք լղջում, ջարդում, որ ինչն է ձեզի խանգարել, ինչն է ձեզի շշկրված, լացում եմ, չկեմ լացակումած, ես ինչ եք անում, ես ինչ թշնամություն եք անում, ես ինչ չկարողացա, ուզում եմ գամ ես կողմ, չեմ կարում, ասում եմ կողմ, թույլ չեն տալիս, տեղ կենթանիներ ունեի, թռչուններ ունեի, կենթանիներից քանիսը իրանք վանդակով էին հանել, մնացածը որը փախավ, որը մի միլիոնի ամենակիչը կենթանիներ սիրամարգերը, շները ստեղից մտել են, խեղդել են, ֆազաններին, հավերին, ընդեղ կա փետուրներ, հեսա գնանք, ես ցույց կտամ, սիրամարգի փետուրներն է ցույց կտամ, մոտավորապես այդ շիֆրները սենց մի քանի հատ սենց այդ շիֆրները ջարդի, ասում եմ, մենք ինչ դժվարությունով ենք արայի, ինչ էինք գողացել, որ սենց արեցիք, ինչի մարեկը տես բան անում, ասֆալտապատած սաղ, մենք ասֆալտապատել էինք 60 տարի առաջ, հասանք, այստեղ սենց ջարդում են, վարձում են, կտրտում են Իկարուսը, վարձում են, չգիտեմ, 4-5 մեծ մեքենաները վարձեցին, ասում եմ, ես ինչ եք անում, խփեցին այս հոսանքի սյուները, օրինական հոսանքը քաշած, այս հոսանքն էլ եղբայրս, որ պատերազմի մասնագիտ իր տղեն զոհվեց 44 օրյա պատերազմին, կենթանիները թե վանդագից նապաստակները 20 քանի հատ նապաստակ, մի հատ նապաստակ ամենակիչը կրոլիկներ, աժեն ֆլանդերներ, ռեզաններ, շները մտան խեղտեցին, որը բանից փախավ, կորավ, վանդակները սենց հավաքել եմ, հավերին հեսա փետուրներ, նապաստակների մյուսների, որ սենց ջարդեցին, ավրեցին, այս սենց մինչև ստեղ այս քանի ժեշտն եմ հանել, ջարդում եմ, փշռում են դաժան ձևով, ամենա վերջի ձևով գիշեր ցերեկ աշխատել ենք, մենք եթե սեփականաշնորհման համար, որպես նպաստառու, որպես ծանր վիճակի, ամեն թղթերը կար, սեփականաշնորհ էիք անվճար, ինչի մար չէիք անում, դիմել ենք, թղթերը կա։ Հրաչյա Ղարիբի Սարգսյան, ուրում էսի փաստաթուղթը, ես ինքս մահապարտ զինվոր եմ, որ գնաց է Արցախի պաշտպանողական գործունեությանն եմ մասնակցի, հենց առաջի զինվորներից մեկը 16 թվականի ապրիլյան պատերազմին ծորում, բան, այտենց, ոբշեմ, ինչ, ստեղ էլ իմ ավակ որդին, Դավիթ Հրաչյայի Սարգսյանը, ըլնելով իմ զաքեի, սուտ չեն ասում, որ մաքուր ջուրը մաքուր ակունքներից է ելնում, ինքը տնեցոնց խապ է, անձնագիրը վերսե, մոբով ոչ մի պարտ չի ունեցել, էլ է գնացել է Ղարաբաղ, 10-12 օրվա մեջ բազմաթիվ հերոսագործությունները արել, կրակի պես որ թափելուց եղել Թուրքի այդ բաները, ինքը հրահանգա տվել, հրանոթամատ եղել,
հրանգա տվե իրենց 50-60 հոգի տղեկին հետ նահանջեք, ասում է դավոն պեշկը իր հետի այդ տղեկին, ասում է պեշկ էր դարձրել իր այդ քյորպա հրանոտը, ստեղ գրած է, որ սուն տեղեկանքը տվում է Դավիթ Հրաչյանի Սարգսյանի, որ առայն, որ Արցախի Հանրապետության նախագահի 21 թվականի օգոստոսի 25-ին 1357 գործով ցուցաբերած բացառիկ արարության համար պարգևատրվում է ինքը արարության մեդալել է ունես, պարգևում մարտական խաչ առաջին աշճան։ Հետի ես իմ չի, որ ամեն մարդու տան։ Վերջը մահի իմացյալ անմահություն է իմ, Քրիստոսի պես կապուտաչա մի չգիտեմ։ 70 տարվա էսի մեր տուն տարածքն է, որը չունի փաստաթուղթ, որի փաստաթուղթի համար էս նույն քաղաքապետարանի այն բաների ինչա կոչում, դու ասա, այն գրասենյակը ոնց է կոչում, այդ որ օրինականացնում են բաները, կադաստրի, դիմել եմ, որի համար չափագրում եմ, կատարե այդ չափագրման թուղթը կարամ ցույց տամ, Վտենց 70 տարի ապրե, բան եմ արել, հմի ինչ, բան չունեմ, թուղթը ես դիմել եմ, իրանք պտի տան, ես որդեից անեմ տամ, եթե իրանք դիդաբորյալ ձևով չեն տալի, ով թուրքը չի տալու այդ թուղթը, ես նույն կառավարող բգ***երը, Տիգրան Աբինյանի ու Նիկոլ Փաշինյանին, ես չգիտեմ, իմ կողմից որից է մեկը, ինչ գնահատական կտայիք, նույն այդ գնահատականը ես եմ տալի, իմանալով, որ ես տե չեմ, արագիտակ գործողությունը արել են, մի ժամ հետո ես եկե տեսել եմ, մենակ սիցիլիական ու Չիկագոյի մաֆիաների այդ կինոների մեջ այդպես բանկա տենաս, բանը, կոշը բարձրացրած, շրեղ այդ քառակուսի կամազ մագնիշի բաներ, խադավոյ բան, մատորը վրեն, պրոսը այդ պրովուդներն էին ան, մի 25-30 հազար դոլար մեռած էտիկ արժուներ, Թազա ռեմոնտ է անել տբե խադավոն բանի, ռաֆի, մի 5-7 $7,000 էտիկ արժենար։ Հմի իմ տունն է կանդում, ինձի թուրքի տեղ եք դնում, ինձի ես իմ, ես ինչ եք արել, ինչ ասեք հասկնա, օլիգարխ եմ եղել, փողատեր եմ եղել, որ փողերս եք ուզում, ես ինչա, ես ինչ խեղ կատակ եք խաղում, ես ինչա հասկնանք,